Նոյեմբերի 8-ին Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Դանիելը պատրիարքական նստավայրում ընդունել է հայ եկեղեցու պատվիրակությանը։ Թեմակալ առաջնորդների Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ։ Իր խոսքում Դանիել պատրիարքը շեշտել է. ռումինների եւ հայերի միջև դարավոր հարաբերություններ կան, երկու ժողովուրդներն էլ զգալի ներկայություն ունեն Սփյուռքում։ Հանդիպմանը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը պատրիարք հորը փոխանցել է վեհափառ հայրապետի եղբայրական ջերմ ողջույնը, իսկ Դանիել պատրիարքն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև Սրբազանը շնորհակալություն է հայտնել ռումին պատրիարքին ջերմ ընդունելության համար, շեշտելով, որ երկու եկեղեցիների եւ ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակվում է նաեւ այսօր։ Նոյեմբերի 9-ին Բուխարեստում տեղի են ունեցել հայոց թեմի մայր տաճարի վերահսկման հանդիսավոր արարողությունը եւ 110-ամյակին նվիրված միջոցառումները։ Սրբոց հրեշտակապետած հայոց տաճարը վերահսկվել է Ռումինիայի կրոնից նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգվելուց հետո։ Արարողությունը հանդիսապետել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Մասնակցել են 6 թեմակալ առաջնորդներ։ Սրբագործվել եւ օծվել են մայր տաճարի դռները, ինչպես նաեւ սրբավայրի 110-ամյակի առիթով պատրաստված եւ Հովակիմյան ընտանիքի կողմից նվիրաբերված երկու մասունքակիր խորանները, որոնցում զետեղվել են Սուրբ Հովանես Մկրտչի եւ Սուրբ Պանտելեյմոն Բժշկի մասունքակիր աչերը հայ եւ ռումին հավատացյալների երկրպագության համար։ Արարողությանը մասնակցել են Ռումինիայի կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում ծառայող բազմաթիվ դեսպաններ, մտավորականներ, հանրային գործիչներ, պետական այրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի տարբեր քաղաքներից, բազմաթիվ հյուրեր, թեմական պատգամավորական ժողովի, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։ Պատարագի ժամանակ խորանին ծառայել են հոգևոր սպասավորներ Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունաստանի թեմերից։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի սրբատար կոնդակը ընթերցել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ տաճարի 110-ամյակի միջոցառումներին վեհափառի ներկայացուցիչ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Այնուհետև ընթերցվել են ռումին պատրիարքի, Ռումինիայի նախագահի, վարչապետի եւ կրոնից նախարարի ուղերձները նվիրված մայր տաճարի 110-ամյակին եւ վերահսկմանը։ Թեմակալ առաջնորդի կողմից սրբոց հրեշտակապետած Միքայել եւ Գաբրիել շքանշանների են արժանացել Ռումինիայի նախագահը, պատրիարքական փոխանորդը, կրոնից ներկա եւ նախկին նախարարները, տաճարի արտաքին հիմնանորոգման պատասխանատու ճարտարապետն ու շինարարները, բազմաթիվ նվիրյալներ։ Թեմակալ առաջնորդն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ռումին պետությանը եւ եկեղեցուն, կրոնների նախարար Չիպրիան Վասիլե Օլինիչին վերանորոգչական աշխատանքների ֆինանսավորման համար, ինչպես նաեւ ներգրավված բոլոր անձանց եւ կազմակերպություններին, որոնց շնորհիվ արժեվորվում է փոքրամասնությունների հոգեվոր կրոնական եւ մշակութային ժառանգությունը, որպես Ռումինիայի ազգային պետական ժառանգության անբաժանելի մաս։ Նույն օրը տեղի է ունեցել եկեղեցու պատին զետեղված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը եւ մատաղ է օրհնվել։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։